մեր առավոտը սկսում ենք այս գեղեցիկ ու հաճելի տեսարանից, բոլորիդ ասում եմ բարի լույս, բոլորիդ գառնանշնչի հետ, մեր տոնի նախատոնական օրվա հետ նվիրում եմ ձեզ այսպիսի անուշաբույր, անուշաթույր, նրբերանգ, վառ թեր, երևի թե կռահեցիք, որ դպրոց ենք գնում, գեղեցիկ փոքրիկ կազմակերպած գործ ունենք, այնպես որ գնացինք դեպի դպրոց, այնտեղ աղջիկների նվերներն է, ես էլ մեր սիրելի դասղեկի գնացինք։ Սիրելիներս, ձեզ ասում եմ բարի լույս, ոնց եք, ինչպես է ձեր տրամադրությունը, տարօրինակ լռություն է իմ տանը, այս պահին մի տեսակ ականջս սովոր չի, այս օրերին սենց հանգիստ լռության, որովհետև սովոր եմ գան, ասեն, խոսեն, շփվենք, մի տեսակ տունս լցվել է, շնորհակալ եմ Աստծուն դրա համար ու շնորհակալ եմ նաև ձեզ, որ դուք այդքան լավն եք, այդքան հետևողական եք, հիմա ասելու եք, Անահիտն էսուր եկավ, այս ինչի համար ու ինչու, այս ընթացքում տեսանյութերս մի քիչ շատ եմ տեղադրում, հաճախակի է ստացվում, որովհետև գիտեմ դուք էլ անհամբերի պես սպասում եք ինչ եղավ, ինչ չեղավ, ուր գնացինք, ինչ արեցինք ու սենց բաներ ու տեսնում եք չէ հեռախոսս այս երևի թե մի 4 օր անընդմեջ այս ձևի հուշումների մեջ եմ, որ կամ նկար կլայքեն, կամ գրառում կանեն, ես դիտավորյալ այդպես եմ արել, որ ոչ մի գրառում բաց չթողեմ, կարող եմ վերջը գիտեք էլի настройкից ուղեմ, ձայնն անջատեմ, այս կոմ, բայց թե չէ, քանի որ մարդիկ ուշադրություն են դարձնում, իրանց ժամանակը վատնում ինձ, նայում, հետևում, վայ ես կոնեմ, մի շնորհակալական խոսք, մի smile, ինչ-որ մի բան չասեմ, մի խոսքով, այսօր ամսի 7-ն է, տան լռությունից, որ ճիշտ ասեմ, ականջներս զարմանում են, որովհետև այս քանի օր մեր տունը լցվել է մի այլ կարգի, առավոտ վեր ենք կացել ես ու Նարեկս Ալեքսիս տարել դպրոց ու տանը բոլորը քնած են, մամաս էլ դեռ չի եկել, ես որոշեցի, որ երեք տեսանյութի տակ 300 քանի գրառում, Facebook-ում թե ինչ էր կատարվում, որ համ ուրախալու է, համ զարմանալու, համ ուրախանալու է, համ զարմանալու, նույնը կատարվում է նաև Instagram-ում, նույնը կատարվում է YouTube-ում, մի խոսքով, շնորհակալ եմ բոլորից հետ շատ, որ դուք այդքան ուշադիր ու հետևողական եք, որ Աստված առատապես օրհնի ձեզ, օրհնի ձեր բալիկներին, ձեր լավը կամեցողներին, մի խոսքով Աստված ամենքիս սրտի չափով, ամենքիս տա, ասած մեր լոռեցիներին ու ինչքան հնարավոր էր ես նկարահանել եմ, որ դուք էլ Ալեքսիս ծննդյան տոնին մասնակցեք, քանի որ գիտեմ շատ եք սիրում, ավելորդել եմ նույնիսկ համարում այդ բանը անընդհատ ասել, որովհետև վստահ եմ, որ դուք լավն եք, հետևողական եք ու մեզ էլ շատ սիրում եք ու փորձեցի փոքրիկ տեսանյութ նկարահանեմ զուտ գրառումներին վերաբերվող, որովհետև չի ստացվի էլի, որ հատ առ հատ, ճիշտ է կարդացել եմ, չկարդացած գրառում հաստատ չկա, բոլորը կարդացել եմ,
ոնց են ասում, քթից տակ ժպտացել, որովհետև հաճելի է, շատ լավն է, շատ գոհ եմ, շատ շնորհակալ եմ այդքան լավ արձագանքների համար, այդքան բարի մաղթելու համար, որ շատ գոհ ու շնորհակալ եմ ես ձեզանից։ Հիմա մտածում եմ ասելու եք, այ Անահիտ ջան, ամեն ինչի մասին ասեցիր, ամեն ինչի մասին խոսեցիր, բա ինչի նվերները ցույց չես տալիս, այնտեղ միտեղ արդեն հասցրել էին գրեին, բայց ես երեք ֆիզիկապես ընդհանրապես ի վիճակի չէի մի հատ էլ նմանատիպ տեսանյութ անելու, հարգելիներս դե գիտեք, տարիների ընթացքում, ժամանակի ընթացքում կարգերն ու բարքերը փոխվում են, օրինակ ես որ հիշում եմ իմ դպրոցական տարիներին ծնունդ էինք գնում, լրիվ ուրիշ ձևի էինք գնում, ամենքս մեր տնից ինչ-որ մի բան վերցնում գնում ենք, հիմա մի տեսակ տեղ չի, հիմա արդեն քանի գնում ապրում ենք էլ ավելի ժամանակակից դարում ու փորձում ենք նմանվել Եվրոպային, չէ, շատ տեղերում վերջելի, ոչ թե տանում ենք նվեր, այլև գումար, որովհետև տանտերը գիտի իրան ինչա ավելի պետք ու անհրաժեշտ, բայց թե որ անկեղծ ու մաքուր սրտով եմ ասում, երբ որ ես հրավիրեցի Ալեքսիս ամբողջ դասարանին, իմ մտքից այրով անգամ չէր անցնում, թե իրանք ինչ են բերելու մեզ նվեր, որովհետև ես իրանց ամենամեծ նվերը իրանց գալն ու մեր օրը տոն դարձնելն էր ու փառք Աստծո այդպես էլ եղավ, ճիշտ է չեկող երեխեք կային, գիտեք վիրուսների շրջան է, դպրոցում այսօր մինչև չեն ջերմաչափում դպրոց չեն թողնում ու համարյա թե կարելի ասած մի 10 հոգին չէր եկել զուտ հիվանդ լինելու պատճառով, բայց ամեն դեպքում անցավ լավ, շատ հաճելի, շատ որ տպավորված եմ մի այլ կարգի ու երեխեքից մեկը բերել էր Ալեքսիս նմանատիպ ֆոտոապարատ, մյուս երեխեն բերել էր ժամացույց, որ հաճելի է շատ, մնացածներն էլ իրար հետ հավաքվել էին, գումար նվիրել, գումարի տեսքով էր մեր նվերը, նույնը մամասա գումարի տեսքով նվիրել, մի խոսքով ով եկել է մեզ շնորհավորելու զուտ գումարի տեսքով, բացառությամբ այս երկու նվերը, մի նվեր էլ ունենք, հիմա այդ նվերի մասին մի քիչ առանցին եմ ուզում ասեմ, ուրեմն դե գիտեք, առօրյայիս մեջ մտնում է նաև իմ շինարարական այս պրոցեսը ու ես իրան այս գործողությունը առանձին եմ նկարահանում, որ տարիների ընթացքում Ալեքսս մեծանա, նայի իր մեջ հասկանա էլի որը որից հետո է ու երբ որ դե աշխարհի տարբեր կողմերում ես ունեմ հետևորդներ, կլինի օվկիանոսից են կողմ, ամեն կողմից ինձ հետևում են, շնորհակալ եմ շատ, ստացվում է այնպես, որ իմ վարպետի քույրն էլ է ինձ հետևում ու օրվա հերթական վլոգի մեջ, երբ որ սկսում եմ շինարարությունը նկարահանել, թե առաջի վլոգում կարծեմ չկա ինքը դեմքով, երկրորդում արդեն կա, նայում են, վայ, ես էլ իմ եղբայրը ու նույն պահին զանգում է, ասում, խոսում, որ ես գիտեմ, որ Ալեքսը կունենա մանկական շամպայն, բայց կլինի, որ իմ անունից տանես նվիրես ու մարդը բերել էր և շամպայնը և
ինձ հավեցին բանալ չեմ ուզում տոպրակից անեմ, ուզում եմ ինքը կգա, իրա ձեռքով կհանի, որ իրան հաճելի ու հետաքրքիր լինի, ճիշտ է, շատ շնորհակալ եղանք, շատ ուրախացանք, այլպես որ Ալեքսս նվերը ստանալ շատ է սիրում, հետո համաձայն եք իմ հետ, որ բոլորս էլ շատ ենք սիրում նվեր ստանալու պրոցեսը, ի սրտե շնորհակալ եմ ուրեմն բոլորիցդ, ովքեր որ ոնց ասեմ լավն են կամեցել իմ Ալեքսին, ովքեր իրանց խոսքն են նվիրել, իրանց ջանքն են նվիրել, իրանց ամեն սրտի ցանկությունն են նվիրել, հավատացեք իմ համար շատ կարևոր է, հավատացեք, որ ամեն մի փոքրիկ խոսքը իմ ոչ միայն աչքն է շոյում կարդալուց, այլ նաև սիրտս էլ է շոյում, որովհետև հենց այդ գրառումների ու ջերմ վերաբերմունքի շնորհիվ է, որ ես շարունակում եմ իմ աշխատանքը, այնպես որ այս մի փոքրիկ տեսանյութը որոշեցի նվիրեմ ձեզ հանուն նրա, որ իմանաք ինչ նվերներ ենք ստացել, այն որ ասում են մեր տանկերուխումը դեռ շարունակվում է, իրոք դեռ շարունակվելու է, որովհետև հյուրեր ունենք դեռ գալու, մարդիկ աշխատանքի էին, հերթափոխով են աշխատում, բնականաբար չի ստացվի էլի, որ հերթափողը թողեն ու գան ծնունդ, նույնը նաև իմ հորական կողմի բարեկամների մասին է խոսքը, չարաբաստիկ վիրուսների հետևանքով հիվանդացել են, չեն մասնակցել ցավոք սրտի, իրանք էլ են գալու, մի խոսքով գիտեք, կփորձեմ ներկայացնեմ, կասեմ, կխոսեմ, կկիսվեմ, իսկ այսքանից հետո տեղադրեմ ծնունդից մի քանի հետաքրքիր նկարներ, հուսով եմ կհավանեք, առայժմ այսքանը, կհանդիպենք օրվա վլոգում։